Պարոն Սիմոնյան, խորհրդարանական հերթական ընտրություններից հետո որոշ ուժեր սահմանադրական դատարան դիմելու մասին են հայտարարել, Քոչարյանի ուժը, Սամվել Կարապետյանի միասնության թևերը, Բարգավաճ Հայաստանը, դուք ընդհանուր առմամբ ինչպես եք նախ գնահատում ընտրության արդյունքները եւ այս հետընտրական process-ները։ Ընտրության արդյունքները որևէ նշանակություն չունեն, նկատի ունենալով այն, թե ինչ մթնոլորտում եւ ինչ ձևաչափով է կազմակերպվել եւ իրականացել ընտրությունները։ Եթե ներքաղաքական դաշտում քաղաքական հայտ են ներկայացնում եւ պետության կողմից գրանցում են ստանում այդ քաղաքական կարևորագույն գործընթացին մասնակցելու ուժեր, որոնք բնութագրվում են որպես արտաքին միջամտություն, արտաքին պետությունների կողմից ուղարկված, այդ թվում նաեւ նույնականացվում է, որ այդ ուժերը լայնածավալ ֆինանսական ռեսուրս են ծախսել, այդ թվում նաև ընտրակաշառքների վրա, քրեական գործեր, հարյուրավոր ձերբակալվածներ եւ այլն, այդ աղմուկ աղաղակը որ կար։ Եվ դրան զուգահեռ նաև հանգամանալից մեղադրանքներ իշխանական ուղղությանը այդ ուժերի կողմից, որ վարչական լծակներ են կիրառվել, չարաշահվել է պետական հնարավորությունները, վարչական մեթոդները եւ դրա մի փոքրիկ մանր հատվածներ մենք մեր օրինակով կարող ենք բերել, այդ ոնց է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունի մետրոպոլիտենում քարոզարշավ անցկացնելու, իսկ շնորհապետական կուսակցությանը թույլ չտվեցին մեր կուսակցության անդամներին մուտք գործեն մետրոպոլիտեն քարոզարշավ իրականացնելու։ Այսինքն, եթե այդ հանգամանքը կա եւ արդեն իսկ դու հասկացել ես, որ ներքաղաքական process-ներում ներգրավվածները այն ուժերն են, որոնք որ Նիկոլ Փաշինյանը առավոտից երեկո ասում է օտարպետության միջամտություն։ Նշանակում է ինչ արդյունք էլ արձանագրվի, դա չի կարող բխել հայ ժողովրդի իրական ակնկալիքներից եւ այն է, ինչ որ մենք տեսանք։ Որտեւ այդ ահռելի քանակությամբ աղմուկ աղաղակը նաեւ ֆինանսական հնարավորությունների վատնման ակտը ցույց տվեց հստակ, որ մաքուր ուժերը, իրականում այլընտրանք իրենցից ներկայացնող ուժերը որևէ հնարավորություն չեն ունենալու պատշաճ դիրքավորվելու։ Շատերը ասում էին, որ դեմ են ենթադրենք ներկա իշխանությունների վարած քաղաքականությունից, ամբողջ գործընթացներից, բայց ինչ կարող է անել նորաստեղծ մեկամյա քաղաքական ուժը համեմատական վերցնելով այդ ահռելի կապիտալ ունեցող անհատների մոտեցումների հետ։ Այսինքն ստացվեց, որ միայն այն փաստը, որ նրանք ներգրավված են, բայց իրենց ներգրավվածության որևէ ռեալ փոփոխություններ չեն կարող անել, որտեղ կոպիտ ասած իշխանությունը ունի լծակներ նրանց գործողությունները արգելափակելու, ձեռքները փաստական իրեղեն, որոշակի ապացույցներ ունենալու պարագայում եւ վարույթներ կան, չէ՞, այդ ուժերի նկատմամբ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության եւ նախկինում իր գործողությունների վերաբերյալ։ Այն ինչ որ կարող էր անել լիարժեք մաքուր ուժը, ստացվեց կեղծ ընտրանքով արգելափակել իրական ընտրանքի հնարավորությունը հայ ժողովրդի համատեքստում։ Այս պարագայում խոսել արդյունքներից իմ կարծիքով հարիր չէ։ Եվ հետո պատկերացրեք, որ ձևավորվում է մի իրավիճակ, որ ոչ լեգիտիմ ընտրությունների վերջին արդյունքում ձևավորվում է ոչ լեգիտիմ պարլամենտ եւ այնուհետեւ իշխանություններ։ Դուք ի՞նչն եք ոչ լեգիտիմ, ամբողջ ընտրություններն եք։ Ամբողջ գործընթացը։ Եթե ֆիքսված է մի հանգամանք, որ օտար երկրյա գործակալներ կոլաբորացիոնիստներ են, ինչա պետությունը գրանցել։ Միայն այն փաստը, որ պետությունը գրանցում է, ապա լեգիտիմացնում է ամբողջ նախընտրական գործընթացը։ Ապա լեգիտիմացնում է։ Հիմա ոչ իշխանությունն է լեգիտիմ, ոչ ընդդիմությունը։ Այո, իհարկե։ Բայց եթե ազգային ժողովի ընտրությունները ոչ լեգիտիմ են, ոչ լեգիտիմ պարլամենտ է ձևավորվել, ոնց կարող է իշխանությունը կամ ընդդիմությունը ոչ լեգիտիմ լինել։ Նույն իշխանական թևն էլ կանգնում ասում է, որ իշխանությունը լեգիտիմ է, այս պարլամենտական ընտրություններում ձևավորված ընդդիմությունը լեգիտիմ չէ։ Եփա ցավի ծիծաղը գալիս է։ Եթե այդ ընդդիմությունը ընտրությունների գործընթացի վերջնարդյունքում է դարձել ընդդիմություն, այդ ո՞նց է դառնում, որ ոչ լեգիտիմ է։ Նշանակում է ընտրություններն են ոչ լեգիտիմ եղել, որ նրանք ոչ լեգիտիմ են։ Ստացվում է իշխանությունները ասում են, իրենք ընտրակաշառքով են ընտրվել, իսկ մենք ազնիվ ճանապարհով քվեներ ենք ձեռք բերել։ Իսկ երրաթև վիշապներից ով էր խոսում։ Ես քառաթևից էի խոսում։ Երրաթևից, որ հետո էլ նույն բանավեճի ժամանակ էլ կանգնեց, ասեց պոչիկն էլ հայտնաբերվեց։ Բոլորը թող նայեն բանավեճը, տեսնեն ում նկատի ուներ։ Եվ նույն բանավեճի ժամանակ, երբ որ ասեցինք ժողովրդին կեղծ ընտրանք
տվեցիք, չարքելափակեցիք, լուստրացիա չիրականացրեցիք, պասիվ ընտրական իրավունքից չզրկեցիք որոշակի ուժեր, նույն Նիկոլ Փաշինյանը փորձեց հարցը գլորել ժողովրդի եւ մեր գրպանը։ Ասես դե որ այդպես է, դուք գնացեք կենտրոնական ընտրական հանձնաժողով բողոք ներկայացրեք։ Ոնց դա հնարավոր կլինի, ով այդ քայլին կգնա։ Ոչ մի մաքուր ուժ այդ քայլին չի գնա, որովհետև մի պարզ պատճառով Նիկոլ Փաշինյանին ասում ենք հարգելիս, ով է տիրապետում տեղեկատվությանը, լայնարձակ, ում ձեռքի տակ է, ում ղեկավարության ենթակայության տակ է գործում ազգային անվտանգության ծառայությունը, ով է երկրի փաստացի ղեկավարը եւ ով ունի փաստացի ժողովրդի քվե։ Բացի Նիկոլ Փաշինյանից ով ունի, Գուրգեն Սիմոնյանը ուներ։ Ոչ, որտեղ Գուրգեն Սիմոնյանը ոչ երկրի ղեկավարն էր, ոչ Գուրգեն Սիմոնյանի ենթակայության տակ ազգային անվտանգության ծառայություն է գործել, ոչ լայնածավալ ինֆորմացիա իմ ձեռքի տակ կա, ոչ է ես քվե ունեի ժողովրդի կողմից, որ ես այդ հարցերը բարձրաձայնեի որպես քաղաքական գործիչ։ Դու ունես։ Ինչի՞ չես բարձրաձայնել։ Հետո էլ կանգնում ասում եք նույն Ալեն Սիմոնյանի մակարդակով կանգնում հարցը բարձրաձայնում է, ասում եք հույս ունենք, որ ժողովուրդը իր քվեով կարգելափակի այդ արատավոր ուժերի մուտքը կամ գործառնությունը եւ մաքուր ուժերի կտա։ Դե այսինքն եթե մենք անեինք, ասեն այ վախեցան, մենք գալիս էինք իշխանությունը վերցնեինք ընտրությունների միջոցով, մեր ճանապարհը փակեց իշխանությունը։ Իրենք այդ բանն են ներկայացնում։ Թող ասեին։ Եթե դու իդենտիֆիկացրել ես, որ օտար պետության միջամտության ձև են, այսինքն պրոքսի են, ինչ ուզում են թող ասեն։ Իսկ եթե չես անում այդ շինծու եւ կեղծ պատճառաբանության համար, դու ամբողջ նախընտրական գործընթացը ապա լեգիտիմացնում ես։ Լեգիտիմացնել, նայեք, լեգիտիմություն բառը շատերը չեն հասկանում ինչ է։ Լեգալ եւ լեգիտիմ տարբեր բաներ են։ Օրենքի տեսակետից որևէ խնդիր չկա։ Հերթական խորհրդարանական ընտրությունները եղել է Հայաստանի Հանրապետությունում գրանցված կուսակցություն է, որը որ գրանցվել է, չգիտես ոնց է դա տեղի ունեցել։ Ընդ որում, երբ մենք հաղթենք Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը, երբ հաղթի, կուսակցություն վաճառելը պետական դավաճանությանը հավասարեցված գործընթաց է լինել, որտեղ ով կուսակցություն է վաճառում, երկիր էլ կվաճառի։ Քաղաքական ինստիտուտ է կուսակցությունը, պետությունն էլ է քաղաքական ինստիտուտ։ Պետությունը ամենաբարձրագույն քաղաքական ինստիտուտն է, դրանից միաստիճան ցածր կուսակցություններն են։ Հիմա այդ հանգամանքները դու չես քննել քո պետ ռեգիստրում իրանք տեղ են զբաղեցրել, օրենքի տեսակետից ինքը իրավունք ունի մասնակցելու, բայց իրավունքի տեսակետից ոչ, եւ հանրային ակնկալիքների տեսակետից ոչ, որտեղ լեգիտիմությունը հանրային ակնկալիքների եւ հանրային մոտեցումների մասին է, ոչ թե միայն օրենքի։ Պարոն Սիմոնյան, այդ դեպքում եթե լեգիտիմ չէ, ինչու ամբողջ աշխարհը շնորհավորեց Նիկոլ Փաշինյանին։ Ամբողջ աշխարհը 192 պետություն շնորհավորել։ Չէ, նկատում եմ առանցքային դերակատարություն մի 10 պետություն շնորհավորել է։ Ամբողջ Եվրոպան, Ամերիկան 52 պետություն։ Կարևորներ այո, շնորհավորել են։ Մի 10 պետություն շնորհավորել է։ Չէ, ավելի շատ է ոնց։ Դե կամ մեկի համար ասենք Ֆրանսիան է կարևոր, մյուսի համար կարող է Լիխտենշտայնն է կարևոր, պետքա ինֆորմացիան հավասարարժեք տանք, որտեղ լրատվականները ունեն պատասխանատվություն եւ լրագրողները մարդկանց Հիմա աշխարհաքաղաքական կենտրոններից կարևոր եղել են շնորհավորանքներ։ Այդ խմբագրեցիք եւ եկաք ճիշտ Միացյալ Նահանգներ, Բրյուսել եւ Եվրոպայի կարևոր պետություններ։ Հիմա ես հարց եմ տալիս։ Եթե Եվրոպայից մոնիտորինգ են անում, տեսնում են քաղաքական դաշտ են նետված ուժեր, որոնք ավելի հակված են ռուսական ուղղությանը ծառայելու։ Ուրիշ ինչ պետք է անեին։ Ինչ պետք է անեին, պետք է բոյկոտեին։ Իհարկե ոչ, այդ իրենց ազգային շահերից չի բխում։ Այլ խնդիր, որ այդ ուժային կենտրոնները պետք է մի քիչ աչալրջորեն վերահսկեն, դաշտը մոնիտորինգ անեն, փնտրեն եւ գտնեն իրական արևմտամետ ուժերի։ Բայց այստեղ էլ օբյեկտիվ հանգամանք կա։ Ենթադրենք Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը որպես իրական պրոարևմտյան քաղաքականությունը որդեգրած քաղաքական ուժ ընդամենը 1 ամյա է։ 1 տարեկան։ Եվ 1 ամյա քաղաքական ուժին շատ դժվար է իդենտիֆիկացնելը, գտնելը, փնտրելը եւ գտնելը առավել եւս այդ ձեր ասած աշխարհաքաղաքական կենտրոններից, երբ որ քարտեզի վրա նայում են Հայաստանը փոքրիկ մի տարածություն է։ Այսուհետ ես կարծում եմ, որ նրանք ավելի խելամիտ քաղաքականություն պետք է իրականացնեն։ Հիմա այնպես չի, որ Ռուսաստանը խանդավառված է Նիկոլ Փաշինյանի կերպարով։ Բայց Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար ընդունելի կերպար է։ Եթե ընդունելի կերպար չլիներ,
շատ ուրիշ մոտեցումներ տեղի կունենային Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնությունից։ Բայց եթե ընդունելի է, ինչի միջև հիմա Վլադիմիր Պուտինը ձայն չի անում։ Իսկ ինչի պետքա ձայն հանի, եթե նրանք իդենտիֆիկացրել տեսել են, որ Հայաստանի Հանրապետությունում 60%-ից ավել ռուսական ուղղությունից դժգոհող հանրույթ կա, քաղաքանրույթ կա։ Պետքա շնորհավորի պիտի ասի մեր համար ընդունելի ֆիգուրա, որ ձայն չստանա Նիկոլ Փաշինյանը։ Ես մի անգամ կես կատակ, կես լուրջ ասեցի, որ ու կրկնեցի պարոն Անտինյանի հնչեցրածը։ Գոսդումայի փոքրիկ ձևաչափն է ստացել ներկայիս Հայաստանի Հանրապետության խորհրդարանական իրավիճակով այս ընտրություններով։ Այս պարագայում մենք ոնց կարող ենք սա լեգիտիմ համարել։ Ոնց կարող ենք այսքան չարաշահումներ, այսքան խեղաթյուրումներ, ապատեղեկատվություններ, այսքան որ տարածվեցին, այսքան ապօրինի գումարների շրջանառություններ։ Սրանք հարցեր են, որ մենք պետք է ուշադիր լինենք եւ ուշադրություն դարձնենք։ Բայց ձևական գոնե պաշտոնական այդ հաղորդագրությունը շնորհավորանք, որ չկա Վլադիմիր Պուտինի կողմից, սա ինչի մասին է խոսում։ Չկա, բայց կոմունիկացիա կա, չէ։ Հիմա Ռուսաստանի տոնն էր, Նիկոլ Փաշինյանը դրանից ոչ էլ ազդվել է, շնորհավորել է Ռուսաստանից։ Ինչ գիտեք, ինչ առևտուր տեղի կունենա, լավ էլ զրույցները գնում են, լավ էլ կոմունիկացիան կա, Հայաստանը շարունակում է ԵԱՏՄ անդամ լինել, Հայաստանը շարունակում է ԱՊՀ անդամ լինել, ՀԱՊԿ անդամ լինել, ապրանքաշրջանառությունը կա, ասենք մի քանի ապրանք ենթադրենք բոյկոտել են, նորից էլի կբացեն, ինչ ա եղել, նայած դրա առաջ ինչ բան կլինի։ Քաղաքական ջերմեռանդ հայտարարությունները շարունակվում են։ Վերջին շրջանում միայն սուր քննադատական հայտարարություններ են, պլյուս այդ ապրանքների սահմանափակումները։ Միշտ էլ եղել են նման բաներ։ Ինչի է հանգեցրել։ Փաստը մնում է փաստ, որ դուք այդ 3 միջազգային կազմակերպությունների մաս կայք եւ շարունակում եք մնալ, որովհետեւ տրամաբանական ինչ որ քաղաքականություն փոփոխություն տեղի ունեցել է։ Եվ պարոն Սիմոնյան, լեգիտիմության հետ կապված դուք ինչ եք պատրաստվում անել, ձեր ուժը դիմելու է սահմանադրական դատարան ընտրության արդյունքները չեղարկելու հարցով, թե ոչ։ Մենք չենք դիմի սահմանադրական դատարան, որտեղ դա պետք է շարունակություն ունենա։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պիտի դուրս գաս արդեն միջազգային ինստանցիաներ։ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը Forbes-ի ցուցակում գրանցված տեղեր չունի, որ մենք կարողանանք այդ ծախսերը, այդ ենթակառուցվածքները հոգանք։ Եվ այն քվեն, որը որ մենք չենք համարում, որ լիարժեք այդքան է, մենք շատ ավելի մեծ հավակնություններ ունենք եւ վստահ ենք, որ շատ ավելի մեծ հնարավորություններ կար եւ գուցե եւ կա մենք փորձենք պաշտպանել ներքաղաքական գործընթացներում, որտեղ այն սահմանադրական դատարանը, որը ձևավորված է ներկայիս իշխանությունների կողմից, այլ որոշում քան, որը որ չի բխում իշխանության շահերից չեն կայացնի։ Հետևաբար պետք է շարունակել աշխատել, հասկանալ իրավիճակով թույլ չտալ խարդավանքներ Հայաստանի Հանրապետության ազգային շահերի դեմ, Հայաստանի Հանրապետության քաղաքանրության դեմ եւ ամենակարևորը թույլ չտալ սահմանադրական խեղումներ։ Կփորձենք թույլ չտալ։ Մեր հնարավորություններից ինչ կախված է կանենք, սիրելի ժողովուրդ, համախմբվեք։ Տեսակ, որ անհնարինը հնարավոր է։ Շատերը չէին պատկերացնում, որ անգամ այսքան ճիշտ է, ես մի քիչ տարակուսած եմ իմ ակնկալիքները որպես այդպեսին չարթարացան։ Այո, դուք 50 եւ ավելի մասին եք խոսում, 50% չէ, եւ ավելի։ որ մուտք կգործենք։ 50%-ից ավելի շանս կա, որ մուտք կգործենք ազգային ժողով, բայց իմ կարծիքով ոչ թե չընտրեցին, այլ ընտրեցին ընդհակառակը։ Այսինքն ձեր ձայները գողացել են։ Այդպիսի կասկածներ ունենք, բայց քանի որ նման հայտարարություն չեմ ուզում անեմ, վստահված անձինք ամենուրեք չենք փակել ամբողջ դաշտը։ Իսկ որպեսզի դու այդպիսի հայտարարություն անես, պետք է փաստ ներկայացնես։ Կասկածները միայն այն են, որ բոլոր տեղերը վստահված անձիկ չեն ունեցել, թե այլ արժեքավոր եւ հետո միայն քվեարկության օրվանով չի սահմանափակվում։ Միջ քվեարկության օրը բավականին խարդավանքներ են տեղի ունեցել, ապատեղեկատվության տարածում եւ այլն եւ այլն։ Ընտրակաշարքներ, վերահաշվարկներ որտեղ կասկածում եք, որ ձեր ձայները վերցրել են։ Եթե դու վստահված անձանց մակարդակով այնտեղ ներկայացված չես եղել, հետո անուղղակի ձևով այլ մեթոդներով ես պարզաբանում, չէր ստացվի ոչ մի բան, որևէ բան չէր ստացվի։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ Հայաստանի Շնորհապետական կուսակցությունը այն ինչ որ կարողացավ պահպանել, դա ուղղակի ոնց ասեմ, հրաշալի մի իրավիճակ է, հրաշալի, որտեվ առանց այդ հնարավորության
ունենալու մեզ համար շատ դժվար էր լինելու։ Մենք ոչ մի տեղից ֆինանսավորվող չենք, ազգային օժանդակությունը միայն քաղաքահանրության օժանդակության շնորհիվ կանք։ Հետընտրական process-ներին որևէ կողմի չեք աջակցում դուք, ճիշտ է։ Մենք հայտարարել էինք ի սկզբանե։ Իսկ ինչի պետք է աջակցենք մի հետընտրական process-ներում ինչ-որ մի կողմի, որոնք որ ոչ լեգիտիմ իրավիճակ են գեներացրել Հայաստանի Հանրապետություն, թե իշխանությունները, թե այդ իրենց ընդդիմություն հռչակացները, ոչ լեգիտիմ իրավիճակով, ոչ լեգիտիմ կոնյուկտուրայով ձևավորված իրավիճակին ինչ արձագանքես կամ ինչ սատարես։ Հիմա ուզում թողնում են ազգային ժողով, չեն ուզում չեն թողնում, բայց մեր թափնել, մեր տեսակարար կշիռնել այնպիսին չէր, որ մենք կարողանանք պարտադրել մեր ներկայությունը։ Բայց հույս ունենք կարճ ժամանակ հետո այդպիսին կլինի։ Եվ քաղաքահանրությունը կհասկանա, որ այդ հերյուրանքները, որ կապում էին իմ անձի շրջանում, իմ մասին ինչքան սուտ կա, ես լսել եմ, թե նախկինների ներկայացուցիչը, ներկա իշխանությունների ներկայացուցիչը ինչ-որ չարչրկված կոնֆերանսների նկարներ են պտտում, չգիտեմ, դեռ ինչ-որ մարդիկ միշտ աժոտաժային ինֆորմացիաներից կարճելու հնարավորություն ունեն, չէ՞, ենթադրենք նվիրատվություններն են նայում, հիմա տեսեք հետընտրական գործընթացներում կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է, թե որ կուսակցությունը որքան է ծախսել ընտրությունների ժամանակահատվածում, եւ կտեսնեք, թե շնորհապետական կուսակցության ծախսերը որքան են եւ մեր հաջողությունը որքան է, ինչքան մարդ է մեզ ձայն տվել։ Դե ասում են դուք ռուսական պրոյեկտ եք ձեր ուժը, որովհետև դուք դիրքավորվել եք արևմտյան ճամբարում, արևմուտքի հետ հարաբերությունները սրտացնելու կողմնակից եք, բայց ձեր հայտարարությունները դեմ են խաղաղությանը, որովհետև դուք ասում եք, որ պետք է պատերազմենք, տարածքներ ազատագրենք, Ով ասել, որ մենք այդպիսի բաներ ենք ասել, դա սուտ է։ Դուք չեք խոսել Արցախ ազատագրելու, Նախիջևանի մասին, Խարվաճարի հետ կապված մեր բազմաթիվ Չէ, դուք հենց հիմա ապատեղեկատվություն եք տարածում։ Դուք երբեք չեք ասել նման բան։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը չպետք է փակի Արցախի հարց եւ չպետք է փակի առհասարակ այն տարածքների հարց, որը որ Խորհրդային Միության տարածքային խեղումներով է տեղի ունեցել, բայց դա պատերազմի մասին չի։ Դա իրավունքի մասին է։ Իսկ ինչի եք դուք ասում, որ ես ասել եմ պիտի հարցակվենք, ջարդենք, փշրենք, լավա չեք վերագրում ինձ, որ ինչ որ աֆրիկյան պետությունների ռազմական սցենարը դուք այդ ձեր ասած ռազմական սցենարը ով բացառում է, առհասարակ չի հասկանում աշխարհաքաղաքականությունից եւ պետություններից, բայց մենք պատերազմից չենք խոսում, թակառակը մենք խաղաղությունից ենք խոսում։ Եվ ասում ենք, որ եթե Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովրդի իրավունքները պատշաճ պաշտպանելու հանգամանքով օժտված չլինի, թե միջազգային իրավունքի տեսակետից, թե քրեական միջազգային դատարանի համատեքստում, թե ռոպագանդայի համատեքստում, քո պահանջատիրության համատեքստում, անընդհատ ոտնահարվելու են քո իրավունքները։ Սրա մասին է խոսքը։ Եվ հետո երբ որ ասում են ռուսական ուղղությունը սպասարկող կամ այնտեղից եղած, դի փաստ ներկայացնեն։ Որն է փաստը, որ սլավոնականում ժամավճարով դասախոս եմ եղել։ Ապուշություն իսկական։ Այսինքն ուսանող կրթելը դա նշանակում է, որ դու օտար պետությունների կողմից գեներացված ուժ ես։ Այն էլ ժամավճարով է, դրույքով աշխատող չենք եղել։ Ես Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտում աշխատող ավագ գիտաշխատող։ Ինչ որ մի բուհ, այսինչ առարկայական մասով իմ ծառայություններից օգտվելու համար ժամավճարով հրավիրել է, հրավիրովի դասախոս, որ դու գնաս դե դաս կարդաս, նորից այլ վերադառնաս քո ինստիտուտ։ Էտա փաստը, որ ես ռուսական ուղղությունից եմ։ Այդպիսի փաստեր ներկայացնողները կատարյալ ապուշներ են եւ շանворթիներ։ Եվ երևի տեսել եք Սերժ Սարգսյանի փեսայի Միքայել Մինասյանի հետ ձեզ կապելու այդ։ Բայց ոնց, ես անգամ այդ անձնավորությունը երբևիցե ոչ էլ տեսել եմ։ Երբևիցե որևէ մի պարագայում չեմ տեսել։ Ինչ-որ մի ձև պետք է լինի, չէ՞ որ կապես։ Համատեղ աշխատանքային հանգամանք պետք է լինի։ Լավ, համատեղ անձնական կապ պետք է լինի, չգիտեմ, դեղ հոր եղբոր բաժանաղի, չգիտեմ, ով պետք է լինի, կամ ինչ-որ բիզնես բան պետք է լինի, կամ քաղաքական համակրանք պետք է նախապես շոշափած լինեն։ Ոնց, կարաք ասեք ոնց։ Այդ շրջանառվող տեղեկությունները, որ դուք Հերյուրանքներ են դրանք։ Դա ինչքանով խանգարեց։ Մեծամասամբ։
Եվ վերջին կեղծիքն ու սուտը, որ տարածում էին, իմ անձի հետ կապված չէր, Անտինյանի հարցազրույցի ժամանակ հնչեցրած մտքերը, որ ինքը վերագրում էր ռուսական պլանը Արցախը ինչ մոտ։ Ասում են ռուսների պլանը այն է, որ Արցախը Հայաստանի Հանրապետությանը թշնամակաբար տրամադրված գոտի լինի։ Դա ռուսների պլանն էր։ Ռուսների պլանը ներկայացում է, այդ մասը ասես կտրում են ու տարածում են, ասում են ժողովուրդ ջան, տեսեք Արցախին դեմ է։ Բայց նաև ասում է Արցախի ղեկավարությունը, Իհարկե։ ղարաբաղցիները։ Հա, Արցախի ղեկավարությունը ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ թշնամաբար տրամադրված տար են եղել, այլ նաև Արցախի նկատմամբ թշնամաբար Ես երկրորդում եմ պարոն Անտինյանի ասածին։ Այդ անհատները, եթե անգամ Արցախի նկատմամբ թշնամաբար տրամադրված տար չլինեին, այդքան գայլի ախորժակով Արցախի հյութերը չէին խմի։ Հիմա պաշտպանունակ Արցախ կլիներ եւ Արցախը կորսված չէր լինի։ Պարոն Սիմոնյան, հետընտրական ինչ զարգացումների սպասենք, որովհետև Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններում արդեն որոշել է որքան պետք է դատապարտվի, ասում են ընտրակաշառք բաժանողները միջև հաջորդ ընտրությունների արդյունքների հաշվելու գործընթացը պետք է նստած լինեն, ու մենք տեսնում ենք Իսկ որտեղ նստած լինեն։ բանդում։ Հա։ Ըստ էության նկատի ունի բանդում։ Եվ մենք տեսնում ենք արդեն գործընթացները Ռոբերտ Քոչարյանի հետ կապված Ծառուկյանի, Նարեկ Կարապետյանի, օրինակ, որ չեն թողում երկրից դուրս գալ։ Այդ ոչ մի գործընթաց չի։ Ռոբերտ Քոչարյանը բոլոր քրեական վարույթներով արդարացվում է շարունակաբար։ Նիկոլ Փաշինյանը լվանում է Ռոբերտ Քոչարյանի երեսը։ Հիմա ենթադրենք ինչ-որ մի հատ Պողոս Պողոսյան, որ գա վաղը մյուս օր Նիկոլ Փաշինյանի փոխարեն դառնա երկրի վարչապետ, էլ չի կարողանալու նույն հոդվածներով դատի ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Ռոբերտ Քոչարյանին։ Իսկ որ չեն թողում դուրս գան, դատախազությունը դիմել եք այն, որ Դե չի թողնում դուրս գա, որ չգնա ռուսների հետ ավելի լավ բան պայմանավորվի, քան ինքն է պայմանավորվել։ ինչ օրինակ կարող է Քոչարյանը։ Ինչ գիտենք։ Քոչարյանը ավելի առավելը գնացող բաներ կարող է խոստանա, քան Նիկոլն է խոսք տվելով գիտի։ Սա կասկածներ են, որ մենք իրավունք ունենք ունենալու։ Այստեղ մի դժբախտ պատմություն կա։ Տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Հայաստանի Հանրապետության իրական տերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին գծված է, աղքատ է եւ ոչինչ չունի։ Իսկ որ ԿՀ-ն դիմել է դատախազությունը դիմել է ԿՀ-ին Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու հետ կապված։ Այս վերջի դեպքերի հետ կապված։ Այո, ժամեր առաջ է դա եղել։ Ինչ հոդվածով են ուզում։ Ըստ հրապարակման դատախազը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, այս բան հայտնի չէ ինչ քրեական գործի հետ է կապված միջնորդությունը։ Սա նշանակում է, որ Քոչարյանը կազատազրկվի։ Չեմ կարծում։ Հետո է ազատազրկվել, որ շատ ասենք ինչ որ մի քաղաքացի, որը որ ասի բմբուլներդ քամուր կտամ, կտանեն ազատազրկեն։ Ընդ որում բմբուլները քամուն տալուց կվախենա միայն փետրավորը։ Փետուր չունեցողին չի պիտի դրա տակ սպառնալիք տեսնի։ Եվ առիթից օգտվելով մի բան էլ ասեմ, մեր բանտերի վիճակը սարսափելի է։ Ի վերջո պիտի հասկանանք, որ քրեական պատասխանատվություն կրող եւ ոչ միայն քրեական պատասխանատվություն կրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները մեկը հայ են, մարդ են։ Լավ է, սովետական այդ բանտային համակարգը, այդ սարսափելի վիճակները, 8 տարի իշխանություն եք, մի հատ նորմալ եվրոպական ստանդարտներով բանտ չունեցավ Հայաստանը։ Սիմոնյան, այնուհանդերձ ընդդիմության այդ ներկայացուցիչները Հայաստանից հեռանալու պատճառներ ունեն, թե չէ։ Ես չգիտեմ, մարդը գուցե գնում է հանգստանալու, ով գիտի, կամ բարեկամներին տեսնելու, ինչ իմանամ, բայց հեռանալու լիքը պատճառներ ունեն։ Այնքան բան են արել Հայաստանի Հանրապետության գլխին, որ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի շարունակ գոյություն է ունեցել եւ այնպես է ստացվել, որ բռնապետական Ադրբեջանը եկել առաջ է անցել ամեն ինչով։ Իսկ սովորաբար մենք գիտենք, որ բռնապետությունները միշտ ավելի թույլ պետություններ են լինում, քան ժողովրդավարությունները որպես այդպիսին։ Ինչ պատճառներ ունեին, օրինակ Քոչարյանը, Ծառուկյանը հեռանալու Հայաստանից։ Ռազմավարական նշանակության օբյեկտները ուր է։ Հայաստանի Հանրապետության։ Ինչի է Ռուսաստանը ասենց ուժեղ ձևով ներկայացված Հայաստանում։ Ինչու։ Այն աստիճանի, որ մենք մեր ինքնուրույնության բոլոր հնարավորությունները մեր ձեռքից տվել ենք։ Ինչու։ Եվ ուր է Արցախը։
Այդ հարցի պատասխանը մենակ Նիկոլը պետք է չտա։ Եվ եթե Ռուսաստանը այստեղ ներկայացված է արդեն 30 տարի, դրա համար Քոչարյանը պետք է լքի երկիրը։ Չէ, չգիտեմ ինչի համար պետք է լքի երկիրը, կամ արդյոք պետք է լքի երկիրը, այդ ամեն մեկի որոշելիքն է, իմ ասած ուրիշ բանի մասին էր։ Դե ասածն այն մասին չէ, որ պետք է պատասխանատվության ենթարկվի նաև Բայց դա լքելու հետ ինչ կապ ունի։ Բայց դեպքում ինչ եք ասում, որպես պատճառ, որ հարցինի պատասխան ասում, որ ռազմական նշանակության օբյեկտները Ռուսաստանին Չէ, դուք ասում եք իսկ ինքը փախուստի պատճառ ունի, պատճառներ իհարկե ունի, բայց արդյոք դա փախուստի համար բավարար է, ով գիտի։ ԲՀԿ-ի հետ կապված այդ մի քանի տեղամասերի հետ կապված ձեր ուժի ինչ դիրքորոշում ունի, արդյոք դուք եք համարում, որ գողացան ԲՀԿ-ի ձայները։ Ես համարում եմ, որ առհասարակ ձայների խեղում է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում, առհասարակ, եւ հետո պետք է հասկանանք, որ այնպես չի, որ ԲՀԿ-ի ձայներն էլ արդար ձայներ էին, գնված չէին։ Այդ դեպքում այդ քրեական վարույթները կամ նրանց մեղադրանքները ինչ են կաշառքների մասին եւ այլն եւ այլն։ Պետք է հիմնավորեն, պետությունն էլ պետք է պատասխան տա եւ այդ ուժերն էլ պետք է պատասխան տան, արդյոք դա հիմնավոր կասկածներ են թե ոչ։ Եվ հետո այս ընտրությունները դրանք ընդհանրապես վերջին իրողություն կարող ենք համարել ամբողջ ընտրական գործընթացում։ Միայն ընտրելու փաստը չի, որ ընտրությունների մասին գնահատական պետքա տաս։ Ընտրությունները առհասարակ նախագահի Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից օրը ֆիքսելուց մինչև այդ օրը ընկած ժամանակահատվածն է, թե Քարոզ Արշավը ոնց են անցկացրել, ով երբ է մեկնարկել, ով ինչ մեթոդներով է դա իրականացրել, ինչա զորաշարժել եւ օրինական է անցկացրել արդյոք թե ոչ։ Դուք ինչ ակնկալիքներ ունեք այս հակակոռուպցիոնը, որ օրը նույնիսկ 2-3 տեսանյութերը հրապարակում է, դրանք կունենան ինչ որ հետևանքներ, թե չէ։ Չեմ կարծում, որտեղ ամեն ինչ ակնհայտ էր, ինչպես ցերեկը միշտ։ Այդ ոնց եղավ, որ հնարավորություն ստացան այդ ուժերը ընտրություններին մասնակցեն։ Ամենակարևոր քաղաքական գործընթացը ընտրական գործընթացներն էր, չէ։ Մեծ առևտուր է գնում, եւ ելի եմ ասում, իմ ցավն է, որ Հայաստանի Հանրապետության իրական տերը, հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին ոչինչ չունի եւ ոչ մի ազդեցություն չի կարող ծավալել։ Ինչու, որտեվ պառակտված է, վախեցված է եւ խաբված է։ Անկամ ալտերնատիվաների վերաբերյալ ժողովրդին խաբում են անընդհատ, ինչ որ պատկերներ են ձևավորում այս կամ այն գործիչների վերաբերյալ, որ ժողովրդի կարծիքը բացասականի տանեն այդ գործիչների վերաբերյալ։ Մեկը իմ Ժողովուրդը ընդհանրապես այս իշխանության խորհրդարանի ձևավորմանը մասնակցություն չի ունեցել։ Դե մասնակցությունն ունեցել է 54%-ը կամ արտահայտությամբ 54%-ը ընտրական իրավունք ունեցողների 54%-ն է մասնակցել եւ ամեն ուժ թող ինքը որոշի թե քանի տոկոսի ձայնն է ստացել ըստ էության եւ արդյոք ստացել է թե ոչ եւ ինչ մանիպուլյացիաներ են տեղի ունեցել են թե ոչ։ Իշխանությունը օրենսդրական փոփոխություններ է նախաձեռնել, որով 6 ամիս չի ապրել Հայաստանում ընտրելու իրավունք չունենա բացառությամբ պետական աշխատողների եւ ուսման նպատակով արտերկրում գտնվողների հետ կապված, ինչպես նաև ընտրություններին, քաղաքական պրոցեսներին մասնակցություն իրավունք չունենան ընտրակաշարք դատանի վճռով ընտրակաշարք բաժանած ուժերը, սա խոսում է այն մասին, որ առաջիկայում արտահերտ ընտրություններ են սպասվում, որ իշխանությունը այս փոփոխություններն անում է։ Չի բացառվում եւ սա փակուղային իրավիճակ է թե իշխանությունների համար, թե այդ ընդդիմության համար։ Ի վերջո այդ ընդդիմությունը նրանք ովքեր որ քվ են ստացել այսպես ասած, որ պետքա մուտք գործեն ազգային ժողով։ Ազգային ժողովում նրանք շահագրգռված չեն որպես ուժ ազգային ժողովի պոտենցիալով։ Նրանք իրենց մաքսիմալը ապահոված ուժեր են։ Այսինքն նրանց այնտեղ ներգրավվածությունը այդ մոտիվով չի, այլ աշխատելու մոտիվով պետքա լինի։ Արդյոք նրանք կկարողանան այնպիսի աշխատանք տանել, որը որ ֆիասկոների շարք չի ապահովի։ Չեմ ուզում ասել, էլի պատեհապաշտությունից ելնելով են գնացել մուտք գործել, բայց փորձը ցույց է տալիս, որ ոչ մի բան չի լինում, փոխադարձ մեղադրանքներից են կողմ չեն անցնում։ Նախկին եւ ներկա իշխանությունները փոխադարձ վիրավորանքներից այն կողմ չեն անցնում։ Գործընթացը տուժում է։ Եվ այս իրավիճակով փակուղային է թե ընդդիմության համար, թե գործող իշխանությունների համար։ Չի բացառում, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա երկիրը, ով գիտի։
Բայց դժվար թե այս տարի։ Դժվար թե այս տարի։ Ինչը հիմք կլինի արտահերտ ընտրությունների վիճահարույց լինել ընդդիմության։ Ցանկացած բան, եթե իշխանությունները միանձնյա կարող են որոշել կառավարության կազմը, նույն ընդդիմությունն էլ մանդատները վայր դնելով կարող է ապա լեգիտիմացնել ամբողջ գործընթացը առհասարակ։ Արդեն էլ Ընդդիմությունը արդեն հայտարարել է Քոչարյանի, Մակարդակովի եւ այլն, որ Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարում մանդատները կարևոր գործիք են, ճիշտ ասում եմ, վերջնական որոշում չունեն, բայց այդ Ենթադրենք մանդատը վերցրեցին, եկող տարի որոշեցին մանդատները վայր դնեն, դրանից ապահովագրված է Նիկոլ Փաշինյանը։ Իհարկե ոչ։ Բայց սահմանադրությունը չի ասում, որ եթե ընդդիմությունը մանդատները վայր է դնում, խորհրդանը ցրվում է։ Գալիս են չի ցրվում։ Իրանք բայց դառնում են մի ջութակի օրկեստր։ Էդ էլ ոնց որ պատիվ չի բերում այդ ուժին, որը որ մի ջութակի օրկեստրի դերակատարություն է ստանձնում։ Պատիվ չի բերում։ Ինչ գործընթաց ծավալեն, ապա լեգիտիմ է։ Առանց այն էլ որ ապա լեգիտիմ լինելու է ապրիորի, որտեղ ընտրական գործընթացը լեգիտիմ չէ։ Հələ մի բան էլ որ այդ քայլին էլ գնացին, առհասարակ արժե զրկվելու է ամեն ինչ։ Փակուղային մի իրավիճակ է։ Փակուղային։ Ցավոք սրտի սահմանադրությունն էլ կարգավորիչներ եւ մեխանիզմներ չի տվել այդ հարցը հանգուցալուծել։ Միակ տրամաբանական բանը լինելու է արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Միակ տրամաբանական։ Բայց տեսնենք երբ այդ տրամաբանական մոտեցումը կհասունանա։ Իսկ այս հայ-ռուսական վերջին շրջանում սրված հարաբերություններում թուլացում կլինի, թե չէ, թե ապրանքների հետ կապված, թե քաղաքական երկխոսություն։ Ոչ մի թուլացում չի լինի եւ հայ-ռուսական հարաբերությունը վերջին շրջանում չեն սրվել։ Սրվել են 2010 թվականից ի վեր։ Երբ որ Դմիտրի Մեդվեդևը 40 հոգանոց պատվիրակությամբ մեկնեց Բաքու եւ ռազմավարական փաստաթղթերի շարք վավերացրեց։ Մենք իլյուզիաներով ենք ապրում։ Պետք չի կերակրվել պատրանքներով։ Հայ-ռուսական հարաբերությունները խիստ բացասական են, թշնամաբար։ Եվ ամեն ինչ էլ հնարավոր է այս առումով։ Բայց գնալով ավելի սրվում է։ Իհարկե, հնարավոր է։ Ակնկալվում էր, որ ընտրություններից հետո օրինակ թուլացում կլինեն ապրանքները, որ սահմանափակված են, կբացվեն։ Դե չգիտեմ ով է ակնկալիքը ուներ, կապրենք կտեսնենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանն էլ նես չի որ խորշում է ռուսների հետ հաղորդակցվելուց կարող գնա պայմանավորվի, ով գիտի։ Ինչի շուրջ։ Ամեն ինչի։ Ինչի դիմաց։ Այդ լավ հարց է։ Որպես քաղաքագետ դուք ինչ եք կարծում, ինչի դիմաց կարող է լինել։ Չեմ բացառում, որ առհասարակ եվրոպական ամբիցիաները թաղելու դիմաց լինի։ Հիմա Եվրոպան չի աջակցում Հայաստանին։ Աջակցում է անշուշտ, բայց ով գիտի ինչի դիմաց դուք հարց եք տալիս, ես ասում եմ չի բացառվում։ Գուցե եւ այդ ճանապարհով ընթանան, ով գիտի։ Կապրենք կտեսնենք բարդ ժամանակահատված ենք ապրում։ Եվ տեսնենք ինչ գործընթացներ կծավալվեն։ Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը ինչ ճանապարհից չի շեղվելու, Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը եւ նրա հիմնադիր նախագահ Գուրգեն Սիմոնյանը պայքարի ուղուց չեն դուրս գալու եւ ծառայելու են Հայաստանի Հանրապետությանն հայ ժողովրդին։ Ինչպես օրինակ էս 5 տարի եթե խորհրդարանը իր գործունեությունը շարունակում է, մինչև հաջորդ ընտրություններ ինչ է կանելու, որ հետո էլի ընտրությունների Համայնքային ընտրություններ գոյություն ունեն ծրագրեր բազմաթիվ, գոյություն ունի քաղաքական պրեսինգ հասկացություն, գոյություն ունի խորհրդատվական ծառայություններ պատկան մարմիններին, օրինակ մոտեցումների, օրենքների, օրենսդրությունների, ռազմավարությունների առումով։ Ի վերջո մենք բոլորս մի նավակի մեջ ենք, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն։ Հայ ժողովրդի հետ զրուցելու, հայ ժողովրդի հետ իրականությունը քննարկելու մոտեցում գոյություն ունի։ Հազար մի ծրագրեր կա, որ կարելի է անել։ Մնացածը տեսնենք ոնց կստացվի, առաջ Աստված։ Եվ պարոն Սիմոնյան, այս ընթացքում վերադառնալով էլի Եվրոպային, այնինչ Եվրոպան առաջարկում է Հայաստանին այս ապրանքների հետ կապված, հա, արդեն ծաղիկներ, միշտ բանջարեղեն ընդունել։ Դա սա դիվերսիֆիկացիա կարող ենք համարել, թե ոչ։ Ոչ, սա միջանկյալ լուծում է։ Դիվերսիֆիկացիայի համար քո ապրանքները պետք է այդ որակական չափաբաժինը ապահովեն։ Միջանկյալ լուծում է նրա համար, որ Եվրոպան թույլ չի տալիս, որ մեր տնտեսությունը ոչնչանա, սա ոնց որ օգնության կարգով են ընդունում։ Բայց ապագայում պայման են դնելու մեր առաջ, որ որակական բաղադրիչը համապատասխանի եվրոպական ստանդարտներին։ Եվ ավելի շատ այս գործողությունները, գործընթացները չեն տանի նրան, որ Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը ավելի արագ տեղի ունենա։ Տա Աստված։
Եթե Եվրոպայի հետ հարաբերությունների խորացումը ավելի արագ կընթանա այս գործընթացում, իհարկե ողջունելի է։ Հիմա կապրենք կտեսնենք։ Իսկ ընտրություններից հետո արդեն հայ-ադրբեջանական հարաբերություններում ինչ զարգացումներ կլինեն։ Դե վերջերս է, չէ, Հիկմետ Հաջիևի հետ հանդիպումը տեղի ունեցել։ Ոնց որ թե երկխոսության կոմունիկացիայի հնարավորությունը կա, բայց այդ թրիփի հետ կապված back office եւ front office եւ առհասարակ բոլոր մոտեցումների հետ կապված սպասենք զարգացումների։ Ադրբեջանը մի հատվածում սահմանագծման եւ սահմանազատման աշխատանքներին ընթരാճ գնացել է, մյուս հատվածներում ոչ, որտեղ որ ապօրինաբար նստած են։ Օրինակ կապանից դուրս գալուց երևում են ջերմուկում եւ այլն եւ այլն։ Կապրենք կտեսնենք։ Եվ հապկից դուրս գալու խոսակցությունների ֆոնին, որը ռուսական կողմն է առաջ քաշել, Լավրովը հիշեցրել է տարիների չվճարված անդամավճարի այդ մասին, Նիկոլ Փաշինյանն ասում է, դե եթե դուրս հանեն, ի գիտություն կընդունենք, կլինի նոր զարգացում, կհանեն Հայաստանին, թե չէ, եւ դա ինչ անդրադարձ։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը հանի, Ռուսաստանը մղում է, որ Հայաստանը դուրս գա։ Ինչու՞։ Որ հետո էլ մատի փաթաթան սարքեն դա։ Իսկ դա ինչ ազդեցություն է ունենալու Հայաստանի համար։ Հապկից դուրս գալը մեզ հնարավորություն է տալու նոր անվտանգային ճարտարապետություն նախագծելու եւ կառուցելու։ Նաեւ վստահության չափաբաժինը ավելացնելու եվրոպական երկրների հետ համագործակցելու առումով։ Եվ հետո Հայաստանին ինքնապաշտպանվելու հնարավորություն կտա, քանի որ հապկից դուրս գալով Հայաստանը կկարողանա իրականում թոթափել ռուսական ռազմական ներկայությունը մեր երկրում, որը մեզ համար օգուտ չի միանշանակ։ Դե լավ, հապկից դուրս եկան, բայց 102-րդ ռազմաբազան ինչ կապ ունի հապկի հետ։ Որտեւ այդ ամբողջը մեկ շղթայի տրամաբանական շարունակություն Նա առանցին պայմանագիրային Գիտեմ, բայց դա նույն շղթայի համատեքստում է դիտարկվում։ Հապկը կոլեկտիվ անվտանգության համատեքստում է, բայց հայ-ռուսական փոխադարձ փոխստեկ ռազմական համագործակցությունները, համատեղ ուժերը, 102-րդ ռազմաբազան, սահմանային անվտանգության եւ սահմանային վերահսկողություն իրականացնող ստորաբաժանումները, դրանք միևնույն շղթայի անբաժանելի մասեր են։ Միտեղ կտրում է շղթան, հերթով քանդվելով գնում է։ Նաև հայտնի դարձավ, որ Շանտ 2026 զորավարժությունն է տեղի ունենալու Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ այլ պետությունների, զորքերի ներգրավմամբ։ Այս ամենամյա իրականացվող միջոցառումը ինչ է տալիս Հայաստանին։ Փորձի փոխանակում, տեխնոլոգիաների փոխանակում, վարժանք, այդ երկրների ռազմական ուժերի եւ ստանդարտների հետ հարաբերակցություն, դա շատ լավ է իրականում, շատ լավ։ Բայց ծավալները արդյոք ըստ անհրաժեշտ են։ Դե ով գիտի։ Էական չի ինչ ծավալներով է։ Երկու հոգի էլ ներգրաված լինի, էլի փորձի փոխանակում է։ 26 Ֆրանսիայից 26 հոգի է կարծեմ։ Այդ եմ ասում էլի։ Այսինքն ծավալը հեչ էական չի։ Ծավալը էական չի, դա կարևոր են, վարժանքները կարևոր են, առավել եւս այս ժամանակահատվածում եւ մեր տարածաշրջանում, այն էլ ՆԱՏՕ անդամ պետությունների հետ։ Նորագույն ստանդարտներով, նորագույն մոտեցումներով, զինված ուժերի նոր ձևաչափով, հրամանատարական աստիճանակարգի, մեզ համար խորտ եւ նոր, այդ Mission Command-ը այդպես էլ նստածված չի մեր գլխավոր շտաբում։ Տեսնենք, բայց միևնույնն է, ես ամեն դեպքում համարում եմ, որ մարդկանցից է կախված։ Ամեն հարցի հետևում կանգնած է անուն ազգանուն։ Միևնույն պաշտոնյաների համատեքստում նոր փոփոխությունները համարում են, որ չի ստացվի։ Իդեպ դուք մայիսի 28-ին բարեփոխված բանակ տեսաք։ Նորարար մոտեցումներ տեսա, բայց դա վերջի էտապը պետքա լինի։ Մայիսի 28-ին Հայաստանի Շնորհապետական Կուսակցությունը այցելել էր Սարդարապատ։ Եվ մենք քարոզարշավի մեջ էինք։ Զինված ուժերի բարեփոխումների ամբողջ կոնցեպտը պետքա վերանայել Հայաստանի Հանրապետությունում։ Զինված ուժերը միայն բանակը չի, բայց հիմա Հայաստանի Հանրապետությունում դրանք նույնացված են եւ հավասարության նշան կա զինված ուժերի եւ բանակի միջեւ։ Զինված ուժերի անբաժանելի մաս է ներքին գործերի նախարարությունը, հատուկ ծառայությունները,
Հասարակական այն կազմակերպությունները, որոնք որ ռազմահայրենացական դաստիարակություն են ապահովում, մարզական հավաքներ են իրականացնում, զինակիր քաղաքացիները, պահեստազորը, առհասարակ մասշտաբային պետք է դիտարկել զինված ուժերը։ Այս առումով, եթե վերցնում ենք զինված ուժերի աստիճանակարգի վերին օղակը բանակը, որպեսզի հասկանա թե ինչ սպառազինություն է իրեն պետք է անալիզ իրականացնի, թե Հայաստանի Հանրապետությանը հավանական ինչ մոտալուտ պատերազմ կարող է սպառնալ, որ սերնդի եւ ինչ ինտենսիվությամբ։ Այդ գնահատականը ունենալու պարագայում դու հասկանում ես ինչ կառուցվածքի բանակ պետք է ունենաս, ինչ մասնագիտական ներգրավվածությամբ եւ ինչ մոբիլիզացիոն ռեսուրսի հնարավորություններով։ Դրանով պայմանավորված հասկանում ես թե ինչ սպառազինություն է քեզ պետք լինելու, նոր վերջում սպառազինության հարցն է գալիս։ Մայիսի 28-ին մենք տեսանք սպառազինության պատառիկներ։ Դրանով ոնց կարծիք կազմես, ինչ է առհասարակ կարված կամ չարված։ Շնորհակալություն, պարոն Շնորհակալություն։ Սիմոնյան,